Ողջույն հարգելիները, շնորհակալություն եմ հայտնում, որ միացաք մեզ Արարատ Աստվածաշունչի առաքելություն։ Այս չորեքշաբթի օրվա սերտողությունը շարունակում ենք Առակների գրքից 5 կտակարանից 10-րդ գլուխն ենք ուսումնասիրելու 13-ից 14 համարները։ Վերնագիրն է Աստծու խոսքը իմացողը եւ կատարողը մահից կազատվի։ Ուրեմն Աստծու խոսքը կյանք է տալիս, որովհետև մեզ ցույց է տալիս ճանապարհը հավիտենականության, եւ Աստվածաշունչը, իհարկե, ինչպես որ գրված է, շունչն է Աստծո եւ հեղինակը Սուրբ Հոգին է։ Առակների 10-րդ գլուխը 13-ից 14 համարներում հաստատում է դա, եւ այս փաստը նաեւ զգուշացում է նրանց, ովքեր որ չեն ընդունում Աստծո խոսքը, նրանց ապագան կործանումն է եւ հավիտենականությունը կրակում եւ դժոխքում անցկացնելու մեջ։ Իհարկե, մեզ այս երկու համարների մեջ բացատրում է տարբերությունը հավատացյալի, անհավատի եւ նրանց ապագան, որը բոլորովին 180 աստիճանի տարբերություն կա։ Եկեք ուրեմն մի պահ մեր գլուխները խոնարհենք, աղոթենք եւ անցնենք սերտողությանը։ Տեր Հիսուս, մենք եւս շնորհակալ ենք այս հնարավորության համար, քո բոլոր տված օրհնությունների համար եւ այս տեխնոլոգիայի համար ու միջոցի համար, Տեր Աստված, որպեսզի մենք կարողանանք բոլորս իրար հետ սերտենք քո խոսքը եւ աշակերտվենք քո խոսքերով։ Աղոթում եմ Սուրբ Հոգին թող մեզ առաջնորդի այս սերտողության մեջ եւ Տեր, ես աղոթում եմ մեր բոլոր ունկնդիրների եւ դիտողների համար, նրանց խնդրում եմ դու առատորեն օրհնես, զորացնես եւ օգնես, որպեսզի մենք միայն լսողներ չլինենք, այլ կատարողներ լինենք քո խոսքերին։ Աղոթում ենք այս ամենը քո Սուրբ անունով, Հիսուս, ամեն։ Ուրեմն գրված է 13 համարի մեջ խոսքը արհամարողը կկործանվի, իսկ պատվիրանից վախեցողը կվարձատրվի։ Լավ, ինչ է նշանակում սա։ Խոսքն այստեղ իհարկե գերագույն խոսքի մասին է, որը Աստվածաշունչն է։ Չկա ավելի մեծ ու կարևոր խոսք, քան Աստծո խոսքը, քանի որ Աստծո խոսքը Աստվածաշունչն է եւ Տիրոջ խոսքն է։ Աստվածաշունչը խոսում է փրկության մասին ու մեր Տեր Հիսուս Քրիստոսի խոսքերը վերստին ծնունդի մասին եւ հավիտենականությունը Աստծո հետ անցկացնելու ճանապարհի մասին, ովքեր որ կընդունեն Հիսուսին որպես Տեր եւ Փրկիչ, հավատալով նրանք կարդարանան եւ բերանով էլ կդավանեն փրկության համար։ Նա ով սրտում հավատա, ինչպես ասացի, կարդարանա ու բերանով էլ դավանելով նա կփրկվի։ Սա է գլխավոր միտքը նոր ուխտի, որ Հիսուսով ենք փրկված եւ ոչ թե գործերով, այլ շնորհով։ Ու հենց այս պատգամը կյանք է տալիս, իսկ նա ով չի ընդունում այս խոսքերը, այս պատգամը եւ նոր ուխտը կկործանվի։ Հավիտենական կյանքը նա կանցկացնի ոչ թե դրախտում, այլ դժոխքում։ Իսկ ուրիշ հարցերի վերաբերյալ շատ գործնական եւ տրամաբանական խորհուրդներ է տրվում, որ Տիրոջ օրինակների եւ ապահովության մեջ կգտնվես։ Այսինքն, երբ որ կարդում ես Աստծո խոսքը, նամանավանդ Առակների գիրքը կամ բոլոր գրքերը, իհարկե, նաև կյանքի դաս է եւ ճիշտ ուղղության վրա գտնվելու օրինակներ են տրված, որպեսզի ապրելով այդ օրինակներով մենք կարող ենք բարգավաճել, այսինքն կարող ենք առաջադիմել եւ սովորելով ու հասկանալով ճշմարտությունն ու Աստծո իմաստությունը մեր կյանքում ամեն ասպարեզում օգտակար է եւ կօգնի, որ մեր ոտքը իհարկե քարին չխփենք։ Եվ տեսեք, ինչ օրինակներ կա գողության վերաբերյալ, սխալ գործեր կատարելու վերաբերյալ, մեղքի մեջ լինելու վերաբերյալ եւ բոլոր այս տարբեր օրինակները, որը կարող ենք հավելել, բայց կարծում ենք, որ հասկանալի է բոլորի համար, որ Աստծո խոսքը նախ եւ առաջ մեր կյանքի խոսքն է եւ խոսքն է, որ մեզ փրկության է տանում եւ սովորեցնում է ճանապարհը փրկության, որ Հիսուսով է, միմիայն, ու մնացածը արդեն բոլոր օրինակներով մեզ հարստություն է տալիս, որպեսզի ապրենք
Աստծու կամքի եւ զորության մեջ։ Հիմա եկեք կարդանք 14 համարը։ Գրած է. իմաստունի ուսուցումը կյանքի աղբյուր է մավան որոգայթներից խույս տալու համար։ Այս համարում էլ խոսում է եւ շեշտում է հետևանքի մասին, այսինքն ով նա, որ մի անձնավորությունը, որ կլսի Աստծո խոսքը եւ կատարող կլինի, նա Տիրոջ օրհնանքների մեջ կլինի, որովհետեւ նա ով Աստված ունի, երկնային երջանկություն ունի։ Սա չի նշանակում, որ կյանքում դժվարություններ չենք տեսնելու, բարդություններ չենք տեսնելու, բայց մեր հույսը Աստված է եւ գալիք ժամանակը, երբ Հիսուս նորից կվերադառնա ու հազարամյակը մենք կանցկացնենք իր հետ եւ վերջում էլ նոր Երուսաղեմը ստեղծվելու պես, պարզապես ինչ որ գրված է Հայտնություն ըստ Հովհաննեսի գրքում, վերջի գիրքը նոր կտակարանի եւ Աստվածաշունչի, այնտեղ մենք հասկանում ենք, որ այն փառավոր հույսը որն է մեր համար որպես քրիստոնյաներ։ Ուրեմն անհրաժեշտ է հետևյալը հասկանալ, որ Աստծո խոսքը մեզ կյանք է տալիս եւ Աստծո խոսքով մենք հույս ունենք, եւ եթե մենք հետևում ենք Աստծո խոսքը, Աստծո կամքն ենք կատարում, հետևաբար Աստծո օրհնանքների մեջ ենք եւ Աստծուն հաճելի կյանք ենք ապրում։ Իսկ հակառակ դեպքում, եթե Աստված չունենք, ապրում ենք Աստծո կամքից դուրս եւ ամեն տեսակի որոգայթի առջև կարող ենք մենք կանգնել։ Աղոթում եմ, որ Տերը ձեզ առատորեն օրհնի, հույսով եմ, որ այս պատգամը ձեր համար օրհնանք էր։ Ամեն։